Ողջույն բարեկամներ, այսօրվա մեր դասի թեման է անցած նյութի կրկնություն, էջ 160 և 161, այսօրվա համար այսքան է, էջ 160 և 161, ուրեմն վարժություն առաջին, կետերի փոխարեն տեղադրել prepositions, այսինքն նախդիրներ, he goes, գնալ բայի հետ, he goes to work, նա գնում է աշխատանքի ամեն առավոտյան, գնալ բայի հետ to, he goes to, կտեղադրեք to work every morning, երկրորդը, there is a vase, սեղանի վրա կա ծաղկաման, on, վրա, on the table, երրորդը, Jim lives, Jim-ը ապրում է Լոնդոնում, in London, Jim lives in London, չորրորդը, he does not work, շաբաթ և կիրակի օրերին չի աշխատում, շաբաթվա օրերի հետ գործածում ենք on Saturday and Sunday, հաջորդը, he has many friends, դպրոցում, նա դպրոցում ունի շատ ընկերներ, at school, մյուսը, there are many flowers, ծառի վրա կան շատ ծաղիկներ, վրա, on the tree, մյուսը, I go home, կետերի փոխարեն, from, դպրոցից գնում եմ տուն, I go home from school, մյուսը, there is a picture, պատի վրա, նկար պատի վրա, on the wall, on վրա, մյուսը, his father works, նրա հայրը աշխատում է օֆիսում, at office, he usually watches TV, երեկոյան, սովորաբար հեռուստացույց դիտում է երեկոյան, in the evening, in, I go to school, գնում եմ դպրոց, at 8 o'clock in the morning, ժամերի հետ գործածում ենք at, there is a garden in front of our house, մեր տան առջևում կա այգի, there is a garden in front of, և վերջինը, after breakfast I go to school, դասերից հետո ես գնում եմ, նախաճաշից հետո ես գնում եմ դպրոց, այս նախդիրները դուք պետք է անգիր հիշեք, անպայման անգիր պետք է իմանալ, երկրորդ վարժություն, պետք է հերթականությամբ դասավորեք բառերը, սկզբում ինչ եք անում, արթնանում եք, վեր եք կենում, այնուհետև, ուրեմն get up, արթնացաք, հետո լվացվեցիք, wash, հետո հագնվեցիք, հագնվելուց հետո նախաճաշեցիք, have breakfast, հետո գնացիք դպրոց, մյուս շարքում, հիմա դպրոցից հետո, դպրոցից եկաք տուն, ինչ արեցիք, have dinner, ճաշեցիք, հետո դասերը պատրաստեցիք, do my lessons, դրանից հետո գիրք կարդացիք, read a book, watch TV, հեռուստացույց դիտեցիք, գնացիք քնելու, go to bed. Վարժություն 3, ըստ նկարի, պետք է նկարագրեք Ադամի տունը, ուրեմն, ինչպես ասենք, սա Ադամի տունն է, this is Adam's house, it is a small cozy house, ըստ ձեր անցած տեքստի, it is a small cozy house, այն փոքր հարմարավետ տուն է, it has a living room, ունի հյուրասենյակ, a dining room, ճաշասենյակ, a bedroom, ննջասենյակ, and a kitchen, և խոհանոց, տան առջևում կա այգի, there is a garden in front of the house, այն մեծ չէ,
It is not large. Adamը ունի հայրիկ և մայրիկ, նրանք տանը չեն. Adam has a father and a mother. They are not at home. Նրանք տանը չեն. Adamը շատ է սիրում իր տունը. Adam likes his house very much. Այսքանը դուք կարող եք այսքանով բավարարվել, օգտագործել ձեր նախադասությունները, վերադառնալ ձեր տեքստին, կազմել ձեր նախադասությունները. Այսօրվա համար այսքանը. Goodbye.